դե մենք տեսանք իրավական նիհիլիզմի դրսևորումներ, օրինակ Ստոկհոլմյան արբիտրաժը ընդունում է որոշում, որ հայ էլեկտրոցանցերի ազգայնացումը հակասում է բոլոր պայմանավորվածությունների, այս որոշումը պետք է կատարվի, իշխանությունը ասում է, չեմ կատարելու։ Օրինակ, այստեղ էլ մեղադրանք չկա, ինչ որ առանձին ինչ որ խոսակցություններ կան, բայց այս գործը էլի երկարաձգում է, հետո կարող է բաց թողեն, բայց այն ժամանակ, երբ որ համոզված լինեն, որ ինքը արդեն վտանգ չի ներկայացնում։ Այստեղ քաղաքական վտանգի մասին այսինքն, որովհետև մենք տեսնում ենք վարկանիշներով ամեն դեպքում այս պայդրությամբ մեր ձևով շարժումը, թեև դեր որպես կուսակցություն չի դրսևորվել, բայց արդեն երկրորդ տեղում է իշխանությունից հետո։ Այսինքն իշխանությունը իր գլխավոր մրցակցուն դրել է թիրախի տակ եւ գլխավոր մրցակիցը հիմա բանտարկված է։ Այսինքն Հայաստանում բավականին ավտորիտար իրավիճակ է, որը եւս նորից նույն տեղ է տանում, այսինքն դրսից պատվեր։ Ինչու։ Մենք լսել ենք օրինակ Ալիևի կողմից հայտարարություններ Սամվել Կարապետյանի դեմ եւ մենք լսել ենք նաեւ որոշ, այսպես ասած, մեղադրանքներ էլի Եվրամիությունից, որ Հայաստանում իբր ռուսամետ ընդդիմություն կա եւ նաեւ վերջերս դրա մասին գրել է բրիտանացի մի լրագրող բոլորին հայտնի Թոմաս Դևալը Քարնեգիում, որ իբր թե ռուսամետ ընդդիմություն եւ իբր թե ռուսամետ եկեղեցի դա ուղղակի ցուցումն է։ Այսինքն մենք տեսնում ենք այսքանը, բայց պարզա որ կոմունիկացիաները, որոնք իշխանության եւ Եվրոպական միության միջև շատ ինտենսիվ են եւ Մեծ Բրիտանիայի միջև շատ ինտենսիվ են ամենօրյա ռեժիմով, նաեւ քաղաքական կոնսուլտացիաներ եւ նաեւ ուղղորդումներ, այստեղ ես որևէ կասկած չունեմ, որ դա էլ է ուղղորդված, ինչ ենք տեսնում այստեղ։ Սամվել Կարապետյանը ընդամենը հասցրեց մի քանի խոսք ասել եկեղեցու պաշտպանության թեմայով եւ միանգամից բանտարկվում է։